Հարկ տիրոջը բարուժ եղբայրն ինձ բան ասես չեմ կարող զսպեմ ինձ ուրեմն մութ տարիներին որ էլ երկիրը նոր կոմունիստական կարգերից փոխվեց դե գյուղապետ էր պետք խառնվել էին իրար գյուղացիները հավաքվել եկել էին մեր տուն պապային դες այստեղ ասել էին մեր ահարոնին կանչենք դնենք մեր գյուղապետ շատ գիտես քան ենք սիրում բան պապաս ասել էր բարադի մի խոսացեք այսինքն այդ հոկտեմբերանի շատ ենք օգտագործում այդ բառերը այ մացո ջան վերջապես մենք այսքանս հավաքվել դե եզներերը շատ կան մեր գյուղում այսքան մեծ մարդիկ եկել ենք ամենախելոք ծվուտ ասում ես բարադի խոսում եք հասնում բա ինչ եք անում բարադի բաներ եք խոսում այսինքն իրոք բարուժ եղբայրը որ ասեց եթե մենք զգանք թե մարդը հոգևոր մարդը կապ չունի Աստծո զավակը որը գտնվում է Հիսուսի այրենով գնված ժողովրդի մեջ ինչքան բարձր է տատիկա պապիկա նոր է եկել ինչքան բարձր է եւ չի կարելի այդ բարձրությունից իջնել դրա համար պապաս այդպես էր պատասխանը ճանապարհ է ես ուղղակի չկարեցա իմ այդպես որ ասեց անընդհատ ծաղում էի հիշում էի այդ օրը պապան որ ասել էր այդպես բան ես ուզում եմ կարդալ Աստծո խոսքից մի հատված որը ինչ կարևոր է բոլորիս համար այսպեսի խոսք գոյություն վերնագիրը այդպես է որ մարդը ինքն է որոշում երկինք մտնի թե դժոխք գնա ինքը միայն ինքը երկինքն էլ է պատրաստված որը մենք անվանում ենք Սուրբ Գիրքնամոն դրախտ եւ դժոխքն էլ է պատրաստված մարդը ինքը քանի որ բոլոր Աստծո ստեղծագործություններից տարբեր է ինքն է որոշում գնա դրախտ թե դժոխք երկինք գնա փրկվի թե կործանվի ինքը որոշում է վերնագիրը այդպես է ես ուզում եմ Մատթեոս ավետարանի 10-րդ գլուխ 40 խոսքը կարդալ Մատթեոս 10:40 այստեղ մենք կարդում ենք այսպիսի խոսքեր ան որ ձեզ կընդունի զիս կընդունի եւ ան որ զիս կընդունի զիս ղրկողը կընդունի տեսեք գիծը ուր է տանում նա որ ձեզ ընդունում ինձ ընդունում այսինքն այստեղ մարդու գործոնը կարծես թե այդ գործողության մեջ դեր է խաղում մարդու գործոնը նա որ ընդունում է ձեզ ինձ ընդունում ինձ ընդունող իմ հորն ընդունում տեսեք ուր է տանում այստեղ սիրելիներ ուշադրություն դարձնենք որ իմը նա չի որ ես ունեմ ինչ որ ես ունեմ նա չի իմը դա չի քոնը դա չի որ դու հիմա ունես ինչ ունես չունես դա չի իմը նա է որ ես տվել եմ ուրիշին հետաքրքիր է սիրելիներ ինչ որ ես ունեմ իմը դա չի լինում են դեպքեր որ մենք ափսոսում ենք մեր երեխաներին մեր թոռներին որևէ բարի գործ անելու չէ դու մի արա դու թող ուրիշն անի լինում է մի բան օգնելուց կարծես սկսում եք սատանան տատանումներ ա բերում անեմ թե չանեմ տամ թե չտամ ախր տվեցի բա ոնց կլինի բա ինչ կլինի բայց իմացի պահելով քոնը Իշքան շատ խնայես, մենու դա քոնը չի։ Դա քոն ինչը որ տվեցիր դա է քոնը։ Ինչը որ տվեցիր դա երկինք է գնում։ Երկինքը միշտ գնահատում է այն թանկագին բաները, որ մարդը բերել է երկրից։ Հետաքրքիր է։
երկրից մարդը բերել է երկինք եղած ժամանակ երկրից բանա բերել ուրիշ տեղից չի բերում երկրից է բերում շատ կարևոր է սիրելիներ ես ուզում եմ այդ համարը կարդալ որ մենք շատ ենք կարդում այդ համարը այս շատ սիրելի համարը հայտնության 14 այս երեքը երկրից բերողը ինչ որ երկրից բերել է ես ուզում եմ կարդալ տեսեք ու երկնքեն ձայն լսեցի որ կսե գրե այսուհետև երանելի են այն մեռելները որոնք Տերոջմով կննջեն այո կսե հոգին որ իրենց աշխատություն են հանգչեցին ու իրենց գործերը իրենց հետևից կերտան հետաքրքիր է կարծես թե մի երեխայական երբ որ դուք տուն եք գնում պապիկ տատիկը օրինակ ես իմ փոքր թորնիկին ասում երբ որ մոտենում է կանֆետը ցույց եմ տալիս գալիս է տոյել ես չգիտեմ ծնողները թույլ չեն տալի դե ես մի քիչ շատ եմ կարգը խախտում գալի փաթաթվում պաչում է ուրախանում է որ պետք է կանֆետ տամ տեսեք սիրելիներ երբ որ մի բան մենք տանում ենք երեխաները ուրախանում են հետաքրքիր է Մատթեոս ավետարանի 18-րդ գլխում կարդում ենք որ երեխայի պես չլինեք երկնքի թագավորություն չեք մտնի այսինքն երեխայի պես բնույթ բնավորություն ունեցող վիճակը երկինքը գնահատում է եւ այնտեղ էլ այդ կարգը գործում է կարծես ինչ ես բերել երկրից եկել ես հետաքրքիր է եկել ես ես քո համար ամեն ինչ արել եմ զավակս իմ միածին որդին եմ տվել եւ դու եկել ես ինչպես է իմ որդին ապրել Աստված հարց կարող է տա չէ հնարավոր է չգիտեմ հարց տա դու իմ միածին որդին ես տվեցի մարդացավ մարդու մարմին հագավ ինչպես դու իր քեզ նմանվեց եւ տեսնում եք ինչ վիճակի հասցրին իրան այրուն թափեց խաչվեց նեղություններ կրեց եւ դու հիմա եկել ես ինչ ես բերել քեզ հետ այսուհետև երանել են այն մեռելները որոնք Տերոջմով կննջեն եւ իրենց գործերը իրենց հետևից կերտան ինչ հետևիցդ գնում դու եկար խնդրեմ բա ուրա ինչ ես բերել այնինչ որ դու տալիս ես ուրիշին դա է քոնը դա է երկինք մտնում եւ դա դու պարզ ճակատով երկնքում քո գործերը բերել ես երկնք մարդու ամբողջ կյանքում Աստծո վարմունքները ամեն օր կլինի ընտրություն ուրեմն ամեն օր կլինի ընտրություն առավոտը քնից վեր ես կենում դու ընտրության մեջ ես սա անեմ սա չանեմ սա օգուտա սա վնասա սա լավա սա վատա ընտրության մեջ ես դու մենք պետք է միշտ երկնքին չկպնենք ինչ որ երկնքին դա պետք է մնա նոր մնացածը մենք որոշում կայացնենք ինչ որ երկնքինը դա այո եւ ամեն դա արդեն քննարկելու որևէ բան պետք է չլինի մենք շատ եղբայրներ քույրեր ենք ունեցել որոնց տղաները աղջիկները պաշտոնյա են եղել նրանք եղել են հեղինակավոր մարդիկ զավակները եղել են հեղինակավոր մարդիկ աշխարհում շատերը երանի են տվել նման մայրերին եւ հայրերին որ այդպիսի երեխաներ են դաստիարակել եւ այդպիսի
ճանաչված գիտության մեջ, այդպես քաղաքականության մեջ պաշտոններ են վարել, երանի են տվել այդ ծնողներին, բայց մեր քույրերը ու եղբայրները, որոնք եղել են Աստծո եկեղեցու մեջ, նրանք միշտ այնպես են դաստիարակել պաշտոնյա զավակներին, որ հավաքույթի գնալը չի քննարկվում, բարի գործ անելը չի քննարկվում, աղոթք անելը չի քննարկվում, իմ աղոթքին դու չկպնես, իմ պաշտամունքի գնալուն դու պետք է չկպնես, իմ բարի գործ անելուն դու պետք է չկպնես, սիրելի զավակս, եւ զավակները հելու հնազանդ ենթարկվել են ծնողների ուզածին։ Եվ իրենք նույնիսկ պատվեր են տվել ծնողին, որ իմ հողակավորումը պետք է կատարվի իմ քույրերի ու եղբայրերի աղոթքով, Տիրոջը աղոթելով ու փառաբանությամբ պետք է կատարվի։ Եվ այդ պաշտոնյա զավակները նրանք ասել են մեզ, որ մենք որևէ բան, ինչ ասենք այդպես պետք է արվի, որովհետև մեր մայրը այդպես է ասել, եւ մենք մեր մոր ասածը, մեր հոր ասածը երբեք չենք մերժում, ասեք ինչ անենք, հանձնել են հասարակ պարզ ապրող եղբայրներին եւ քույրերին տասնյակ տարիների ընթացքում, այսպես է, չի քննարկվում, մահից հետո էլ չի քննարկվում նման քրոջ եւ եղբոր ուրեմն որոշումը։ Առաջի Կորինթացիս 10-րդ գլուխ 24 խոսքում մենք կարդում ենք այսպիսի համար։ Այստեղ ուշադրություն դարձնենք, որ կարևոր է առաջի 10-24 Տեսեք սիրելիներ, չլայ որ մեկը միայն իր անձին օգուտը փնտրե, հապա իր ընկերիննալ։ Լինում է բայց, որ միայն իր անձի օգուտն է փնտրում, իր անձից բացի աշխարհ ինչ կլինի։ Եվ Աստծո խոսքը կոնկրետ ասում, չլինի հանկարծ այդպիսի բան, բայց մարդկանց մեջ լինում է, որքան սարսափելի է երկնքի համար, որ Աստված ասում է չլինի եւ կոնկրետ ասում, շեշտը դնում է հենց չլինի բառի վրա, չլինի այդպես, չի ասում դե ոչինչ, կարելի է յոլա գնալ, համատեղել, ասում է չլինի հանկարծ այդպես բան, որ մարդը միայն իր անձի օգուտը փնտրի, այլ ուրիշին է, չի ասում երբեք ասենք օգուտ չլինի, օգուտ լինի, բայց ուրիշիննալ, այստեղ շատ կարևոր է սիրելիներ, որ մենք բոլորս ուշադրություն դարձնենք, հապա իր ընկերինն ալ, ոչ թե միայն ընկերինը, այլ դրա հետ միասին, քո օգուտի հետ միասին պետք է փնտրես ընկերիննալ, այսինքն քո որոշումը, որ կայացնում ես, որ օգուտ եղավ, առաջացավ օգուտ, դա պետք է բաժին հանես քո ընկերին, չլինի, որ լրիվ միայն քոնը լինի, այլ ընկերիննալ, նա էլ է մարդ, նա էլ է սովածանում, նա էլ է մրսում, շոր չունի, նա էլ զգացմունք ունի, ուզում է, որպեսզի ուրախանա, ուզում է տեսնի իր երեխայի կուշտ վիճակը, տաք վիճակը, մրսում է երեխան, եւ դու պետք է այնպես չլինի, որ միայն քոնը լինի, այո քոնը լինի, Սուրբ Գիրքն ասում է, որ քոնը լինում է, չի ասում կտրի, լրի, վերացրա քոնը հեչ թող չլինի, այլ ասում է ընկերինն ալ, միայն քոնը չէ։ Եվ մենք որպես աստվածապաշտ մարդիկ դրա վրա ուշադրություն պետք է դարձնենք։ Եվ ուրեմն
Ռոմայեցիս 10-րդ գլուխ իր ժամանակի կարծության պատճառով չեմ ուզում կարդալ, բայց բոլորդ էլ կարդում եք, հիշում ենք Ռոմայեցիս 10-րդ գլուխ 14 խոսքը։ Ինչպես կանչեն, եթե ինչպես հավատան, որ չեն լսել, ինչպես լսեն, որ մեկը չի ասել, ինչպես պետք է քարոզեն, եթե Տերը չի ղրկել, ինչ գեղեցիկ են ավետիս տվող մարդու ոտքերը, ինչ գեղեցիկ են։ Գիտեք, մարդը ունի ազատ կամք։ Պետք է հիշի, որ այդ հանձնարարությունը իրեն է տված, հրեշտակը չի իջնելու քարոզի, հրեշտակը չի իջնելու, դրանք հատուկ դեպքեր են, Սուրբ գրքում որ հրեշտակը հատուկ, դրանք հատուկ դեպքեր են, բայց մեծամասամբ կատարվում է մարդու միջոցով, եւ մարդը պետք է ուշադրություն դարձնի, որ ինքը օգտագործվելու է, ինքը պետք է քարոզի, ինքը պետք է վկայի, եւ իր քայլերը գնալը, թեկուզ տնկալով, դժվարությամբ այդտեղ հասնելով, Աստծուն ներկայացնելով, այդ ոտքերը, Աստծո խոսքն ասում է գեղեցիկ, այդ ոտքերը ասում է բարի, այդ ոտքերը լավ ոտքեր են, որը գնում է կատարելու հանձնարարություն։ Ուշադրություն դարձնենք սիրելիներ, որ Պողոս առաքյալը հայտնաբերեց մի կարևոր բան, մի շատ կարևոր ներքին բան հայտնաբերեց, որը գրված է Ռոմայեցիս 7-րդ գլուխ 18-ից 21 խոսքերը։ Դուք կարդում եք եւ երևի գրվում է Ռոմայեցիս 7-րդ գլուխ 18-ից 21 խոսքերը։ Այնտեղ մենք հանդիպում ենք Պողոս առաքյալի հայտնաբերած բանը, որ մարդը ուզում է լավն անել, բայց չի ստացվում։ Պողոս առաքյալը հայտնաբերեց, որ մարդու մեջ ներսում կռիվ առաջանում, ուզում է լավը, բայց չի ստացվում։ Դուք եք հանդիպել, ես էլ եմ հանդիպել։ Միշտ ասել են մի ծխի, վերջապես սաղ ներքին օրգանները քայքայված, ընկելա հիվանդանոց, հիմա էլ բժիշկն ասում մի ծխի։ Բժիշկն ասում է, ծխում ես, պետք է մեռնես։ Լինում են դեպքեր, որ ասում է, ես լսել եմ իմ ականջով, ասնա, մի հատ ապրել կա, ծխեմ պետք է, հեչել կմեռնեմ։ Եվ ծխում եմ մեռնում եմ։ Տեսեք, սա կարծես մի վիճակ է, որ մարդը կարծես թե գերի է, ուժը չի պատում։ Եվ մենք արտաքինում այդ օրինակը կարծես դա մի քիչ նման է Պողոս առաքյալի հայտնաբերած այդ գաղտնիքին, որ հայտնաբերեց, որ մարդու ներսում վեճ առաջանում, երբ որ մի բան ուզում է անել, մեկը խանգարում է իրան, նա չի կարող չանել, նա անում է, և ենթարկվում է այդ խանգարողին, և ուզում է լավն անել, թարս է ստացվում, այսինքն վատն է անում, և դուք, մենք բոլորս մեր կյանքում զգացել ենք, երբ որ մի քանի անգամ իրար ետևից հավաքույթից բացակայում ես, արդեն սատանան գտնում է, թե ինչպես անել, որպեսզի ընդհանրապես չգնա, սկսում է բամբասանքներ, տարբեր, ენი վատ խոսեց, ენი այսպես, ენი հանդիպեց, բարևը կիսատ տվեց, են մեկը բարև չտվեց, սենց բաներ, և սկսում է հավաքույթից չլինել, Աստծո եկեղեցու Հիսուսի այրունով գնված ժողովրդի մեջը չլինել։ Եվ այդ ժամանակը օգտագործում է ուրիշ բաների մեջ։ Եվ ինքը ուրեմն իր ազատ կամքով, քանի որ ունի ազատ կամք, ինքը կամաց չի լինում։ Ենթարկվում է այն ներսի մարդին, որը հակառակվում էր։ Ներսի պատերազմին ինքը պարտվում է։ Ինչն էր գաղտնիքը, որ երկնայինը քննարկելու կարիք չկա, երկնայինը պետք է չքննարկվի մարդու կյանքում, ինչպես այն քույրիկները, այն եղբայրները, որոնց զավակները թեկուզ պաշտոնյաներ են, թեկուզ ինչ որ բանով ուզում են, որպեսզի այդ օրը բացակայի, ասում է,
Էլ չեն քննարկում այդ օրը, հələ դուք ձեր մեքենայով պետք է ինձ հավաքուտի տանեք։ Տեսնում եք, չի քննարկվում։ Սատանան էլ արդեն քննարկելու ներսի մարդը, ներսի չարության, որ Պողոս Առաքյանը հայտնաբերել էր, որ ներսի մարդը էլ անզոր է պայքարելու, որովհետև որոշումը կայացված է այո եւ ամենամիշտ։ Ուշադրություն դարձնենք Հռոմեացիս 7-ի 18-ից 21-ը, երբ որ ուշադրություն ենք դարձնում, այդտեղ պարզորեն, պարզ ասվում է, եթե ուզում ես ներել, ուզում ես օգնել, եթե ուզում ես բեռը վերցնել, եթե ուզում ես սիրել, մեկը կա հակառակվում է։ Դա չես ուզում դու, բայց քո ներսում ինչ որ հակառակություն է տեղի ունենում։ Դա իհարկե նորահավատի եւ ընկած հավատացյալի մասին է խոսքը, որ ինքը սկսում է այդպես որոշում կայացնել, որը ընդունի, որը չընդունի։ Իսկ երբ որ որոշումը կայացված է, արդեն Դանիելի պես Դանիելը որոշում կայացնելու բան չուներ։ Երբ որ հրովարտակը ստորագրված էր, Դանիելը միշտ փառաբանել էր Տիրոջը, նույն ձևով սկսեց փառաբանել։ Նա չասեց, նրա աղոթքը ավելի չերկարեց, չավելացրեց շատ աղոթել, չմտածեց շատ աղոթել, որ հրովարտակը ստորագրված է արդեն, իրեն արյուզների գուբը պետք է գցեն։ Ինքը ինչպես որ աղոթել էր, փառաբանելով Տիրոջը, նույն ձևով փառաբանում էր։ Գիտեք, սիրելիներ, մենք ուշադրություն դարձնենք, որ այստեղ որոշում կայացնող, ինչպես սկզբում դրախտ, դժոխք որոշում կայացնողը մարդն է, ես եմ կամ դու ես, Աստված պահպանում է նրան, ով ինքը իրեն պահպանում է չարից։ Գրված է, չի ասում, սատանային թող հրեշտակը հակառակ կենա, Աստված հակառակ կենա, այդպես չի ասում։ Չարին հակառակ կեցեք եւ ինքը պետք է փախչի։ Ես այդ նյութը երևի մի քանի անգամ ասել եմ այդ նյութի մասին։ Փախչել սատանան, դա մի հատ մուկ չի, որ փախչի։ Սիրելիներ, դա համակարգ է, որի մեջ դու գտնվում ես։ Համակարգից պետք է հեռու մնաս, հակառակ մնաս այդ համակարգին։ Եվ այդ համակարգը չի գործի արդեն։ Այդ համակարգը կփախչի քեզանից։ Դա կվախենա քեզանից։ Գիտեք, աղոթող մարդուց բոլորն են վախենում, աշխարհիկ մարդիկ էլ են վախենում։ Ես իմ տարիների ընթացքում, այն կոմունիստների ժամանակվա այն հակառակ տարիների, ասում հակառակ տարիների ժամանակահատվածում, ես հիշում եմ, շատ եմ լսել խոսքեր, որ ասում են, այս հավատացյալից հեռու մնա։ Նա կաղոթի եւ հարցերը կլուծվի։ Իհարկե, նրանք չար ձևով են մտածում, հավատացյալը երբեք չի աղոթում, որ չարություն լինի, վատ բան լինի մյուսի կյանքում, չէ։ Ինստինկտիվ դա լինում է, Աստված պահում է իր զավակին։ Եվ մենք տեսնում ենք, որ համակարգից հակառակ լինողը, սատանայի դիվային համակարգից հակառակ լինողը սատանան փախչում է։ Մենք ենք որոշում։ Նորից եմ կրկնում առաջի խոսքը, որ սկզբում ասվեց, դրախտ որոշողը, դժոխք որոշողը դու ես որոշում, դրախտի ճանապարհն ես բռնել, թե դժոխքի, երկինքը քո համար այո եւ ամենն է, ամեն ինչից բարձր, ինչպես եղբայրը ասեց, մնացածը չեն կարող, մնացածը այնքան դատարկություն են, որ չեն կարող նույնիսկ հավասարվել, ուր մնաց անցնել։ Աստված օգնի մեզ բոլորիս, ամեն։ Աղոթենք, ինչ հոգ